Բարև ձեզ հարգելի հեռուստատիտողներ, մենք գտնվում ենք միամսյակի կեսերում, իսկ դա նշանակում է, որ պետք է արդեն մանրից բոլորով պատրաստվենք ապրիլի 7-ին։ Այո, իհարկե պետք է սկսել։ Մայրության եւ գեղեցկության տոնը։ Մի րոպե, ինձ թվաց իմ ծնունդը նկատի ունես։ Ասենք ինչի պետք է բոլորովս պատրաստվենք քո ծնունդին։ Ես իմ նշենք էլի հավեսով։ Նասեք մեզ հետ։ Լսի բախի կաբլուկներ չես ակնում, ամսի 7-ին ես ծնվել։ Բարը պամադատուր ալը։ Հա, կարող է այսօր այն օրերն է, որ պետք է չնեղացնեմ քեզ։ Լավ, օքեյ։ Բազմաթիվ խնդրանքներով Գալուս Սահակյանը վերադառնում է։ Ինչ էին անում ազգային ժողովում Անի Զախարյանն ու Խաչիկ Ստամբոլցյանը։ Որ մութ ուժերն են փորձում արտագնա աշխատանքի տանել կին քաղաքական գործիչներին։ Մշակույթի որ ոլորտ է մտնում Զարուհի Փոստանջյանը։ Այսօր մենք որոշել ենք չխոսել ընտրական օրենսգրքի մասին, որովհետև դե մտածենք մի օր էլ հանգստանանք այդ թեմայից։ Բայց թարսի պես այդ թեմայի մասին խոսեցին Անի Զախարյանն ու Խաչիկ Ստամբոլցյանը։ Իսկ երբ նրանք են խոսում, մենք չենք կարա չանդրադառնալ, հենց որ մի թեթև արագ անցնենք դրա վրով։ Ուրեմն հայտնեմ, որ Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել այս քննարկմանը, որովհետև իսկապես ուզում ենք լիահույս լինել, որ կա իրական պատրաստակամություն, իսկապես համապարփակ քննարկում կազմակերպելու եւ անկախ նրանից արտախորհրդարանական քաղաքական ուժեր են թե ոչ, հավասար հիմունքներով բոլոր առաջարկությունները ուրեմն տեղ գտնեն։ Հեշտ չէր համոզելը, որ նոր քաղաքական մշակույթ կուսակցությունը մասնակցի այն նրա ամբողջ կազմով, բայց հիմա երբ կարողացել եք բերել հասնել ԱԺ, պետքա պինդ բռնեք։ Պահանջում ենք բոլոր առաջարկները միանգամից ընդունել, առավել եւս եթե առաջարկում են, որ հեշտացնեն փոքրաթիվ կուսակցությունների մուտքը ազգային ժողով, այդ լավ բան է։ Նորաստեղծ կուսակցությունների համար, ովքեր ենթադրենք ունեն 20-ից 30 առողջ կադրային բազա եւ հավակնում են լուրջ տեղ զբաղեցնել ազգային ժողովում եւ այդ 80 շեմը խիստ սահմանափակում է։ Բայց այդքան կադրեր կան Անի Զախարյանի մոտ։ Այդ մենակ առողջ կադրերի բազան է ու մի 20,000 էլ վատ առողջ կադրերի բազա կա։ Լավ, հետո ընդունեցին այս առաջարկը, շեմը կհանեք։ Ընտրական շեմը ուղղակի թիվ չէ։ Ինչի է դա մտել։ Եթե ընտրական շեմը չլիներ, այո, խորհրդարանում կարող են հայտնվել կուսակցություններ ներկայացված մեկ падգամավորով եւ այլն։ Հա, մեկը լավ է։ Կա մեկ, որ 1000 արժի։ Հա, անի մասին ենք, չէ՞ խոսում։ Հա։ Լավ, իսկ Ստամբոլցյանը ինչ ասեց։ Անի առաջարկության ցավ։ Ես չեմ եկել հանրապետ բանի մասին։ Ուղղակի իրանք հիմա առաջարկում են նույնականացման քարտ ստեղծել եւ բոլորին պարտադրել, իսկ ես կտրականապես դեմ եմ նույնականացման քարտերի։ Արա, հա, այդ մասոններն են, չէ՞ մեր վզին փաթաթում այդ նույնականացման քարտերը։ Թե տամպլիերները, Սպասի, թե իլյումինատները, թե Մոսադներ, թե Սյունիքի մարզպետարանը, թե Բաթումի դենդրոպարկը։ թե Սփյուռքի նախարարությունը։ Ես ունեմ պաշտոնական փաստաթղթեր միջազգային, որ դա մասոնական կառույց է։ Ադե ինձ սկզբից ճիշտ է էլի ասել։ Այ հետաքրքիր է, ում շահերն է ներկայացնում Ստամբոլցյանը։ Դե բացի հոբիտներից։ Մեր շահերը, նա ինչի՞ց է ուզում ես փրկի։ Դա նախատեսված է անձին սպանելու համար։ Հենց իրենց այդ օրենքը ես հիմա կարող եմ այդ գիրքը ձեզ ցույց տամ, որի մեջ գրված է անհատական տվյալները նախատեսված են անձը նույնականացնելու կամ նրան վնաս պատճառելու համար։ Առանց թաքցնելու են արդեն ասում։ Այմար, բայց իրական ռեալ խնդիրները քննարկեք։ Ընկել եք ինչ-որ ընտրական օրենսգիրք, ֆլան, ֆստան։ Ինչ։ Դե նայ, սովորաբար ուղղակի երբ սկսում է մասոններից խոսալ, անպայման Եհովա բան հիշում է, այս անգամ ոնց որ չհիշեց։ Հա, իրոք, այս անգամ չհիշեց։ Ես եկել եմ, որ դեմ եմ, վերջերս չասեք այսօր Եհովայի վկաներին, որոնք մեր երկրի տնտեսությունն են քայքայում, բանակն են փորձում ավերել, նրանց տվել են արտոնություն, որ նրանք բանակ չգնանձեն, չվերցնեն բան, իսկ ես իբրև հայ առաքելակայություն հետևորդ, որտեղ ավետարանի մեջ գրված է չվերցնել նույնականացման քարտը, հայնության գրքի մեջ է գրված։ Դա ինձ էլ գրած, հա։ Հա, համամասնական համակարգի բաժնից հենց միանգամից հետո է գալիս։ Լավ, դե ուրեմն էլի բլից լուրեր, հա, էսի դե բլից լուրերն էին։ Առավել ակտուալ մի բան չկա, ասես շատ ակտուալ։ Հանրապետության տարածքում բացասական ջերմաստիճանը կպահպանվի միայն այս գիշեր։ Այն հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի խոսքով վաղվանից սկսած ջերմաստիճանը կբարձրանա։ Շտապ։ Ինչ։ Չգիտեմ, բայց եթե ասուլիս են կազմակերպել, ուրեմն ինչ-որ բան շտապ է։ Կարլ, շտապ, մեր ներքին աշխատանքները համապատասխանեցրու այն լուրերին, որ ջերմաստիճանը բարձրանալու է։ Այսինքն
Ուղղակի համապատասխանացրու։ Լավ, հեսա գործիքները վերցնեմ։ Մեզ պետք են նոր մանրամասներ։ Սպասում ենք լիարժեք պարզ եղանակ, ինչի հետևանքով կրկին Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը ցելեկը կլինի 0-ից -3 աստիճանի սահմաններում։ Իսկ հողի մակերևույթին նույնիսկ հնարավոր է 2-ից 5 աստիճան ցուրտ։ Հողի մակերևույթին լինելու է 2-ից 5 աստիճան ցուրտ։ Կարլ դա էլ հաշվի առ։ Դե մի քիչ շուտ ասեիք տենց բաները։ Լավ, հեսա կդզեմ։ Ինչն է դզում։ Նարեկ չես հետևում երկրի կարևորագույն զարգացումներին։ Վաղը ցերեկվանից սկսած մինչև 25-ը հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը սպասում ենք, որ կբարձրանա 8-ից 10 աստիճանով։ Հատկապես նկատելի բարձրացում տեղի կունենա Լոռի Տավուշում եւ Սյունիքում։ Վերջս քան էր ասուլիսը։ Հա, մի քիչ կարճ տևեց։ Բայց չէ, գեոմագնիսական դաշտը չիմացանք։ Գեոմագնիսական դաշտը։ Դրա մասին առանձին ասուլիս կլինի, կգան կհավաքվեն, կասեն, մնացեք մեզ հետ։ Ես չեմ ուզում ապրել աշխարհում, որտեղ չգիտեմ գեոմագնիսական Դա հանգստացի, հա։ դաշտ։ Գիտես ինձ դզում է ապրել աշխարհում, որտեղ չգիտեմ գեոմագնիսական դաշտը։ Իսկ հիմա մեր ավանդական դեռ չդարձրած մշակութային լուրերի էջը։ Մեր աչքի առաջ քաղաքական գործիչներից մեկը անցում է կատարում դեպի մշակույթ, ու դա Արմեն Աշոտյանը չի իր երկարվեստով։ Փոքրիկ հուշում Զարուհի Փոստանջյանն է։ Okay, փոքրիկ հուշում էր։ Մեկ է շատ բացեցի, չէ՞, փակագծերը։ Զգացի։ Ընդդիմադիր падգամավոր Զարուհի Փոստանջյանն իշխանությունների դեմ պայքարի նոր տարբերակ է նախաձեռնել։ Օրենսդրական գործունեությանը զուգահեռ այս պահին նա իր ընկերների հետ քաղաքական պիես է գրում, որտեղ իր իսկ բնորոշմամբ վեր է հանելու իշխանությունների ստի եւ կեղծիքի քաղաքականությունը։ Այո, նոր պիես է ստեղծվում։ Այնտեղ կլինեն սուտ, իշխանություն, քաղաքական երգիծանք ու սա դեռ ամենը չէ։ Սա դեռ ամենը չէ։ Ոչ! Ընդ որում պիեսը վերաբերելու է ոչ միայն իշխող հանրապետականին, այլև նախկին բոլոր իշխանություններին եւ Հայաստանի 3 նախագահներին։ Ընդհանուր առմամբ տոտալիտար եւ ավտորիտար ռեժիմներում գործում է սուտը, ստի քարոզչությունը եւ անընդհատ փորձ է կատարվում, որպեսզի մարդիկ չկարողանան մտածեն, ընդհակառակը մտածող մարդկանց վերացնեն։ Քաղաքական թրիլերա լինելու։ Իսկ գրքի աուդիո տարբերակը լինելու է։ Ինչի՞ համար։ Դե հեղինակի ձայնով պատկերացնում ես ինչքան ավելի տրիլեր կլինի։ Իսկ հերոսները ովքեր են։ Իշխող հանրապետականը չի լինելու եւ նրա ներկայացուցիչները չեն լինելու ձեր պիեսի հերոսները ովքեր են լինելու։ Բոլորը պետք է լինեն, բոլորը ովքեր ստել են տարիներ շարունակ։ Անտոն Չեխովը ներվային ծխում է անկյունում։ Անտոն Չեխովը մեռել է, Սերգեյ ջան։ Զարուհի Փոստանջյանը նշում է, որ պիեսը գրվում է անգլիացի գրող Ջորջ Օրուելի հայտնի 1984 հանրահայտ վեպի մոտիվներով, որտեղ բացահայտ ներկայացվում է քաղաքականության ողջ սուտն ու կեղծիքը, եւ ինչպես վեպում, պիեսում նույնպես հանրությանը հայտնի կարգախոսներ են լինելու։ Հավատանք, որ փոխվենք։ Օրուելը ներվային ծխում է անկյունում։ Սերգեյ Օրվելն էլ է մեռել։ Դա չեմ ճոգում, իմ բոլոր սիրված ռուս գրողները մեռել են։ Հա։ Այն մեկն են, որ ասում էր իմ մեռնելու մասին լուրերը չափազանցված են, ինքն էլ է մեռել։ Հա, Մարկ Ստանիսլավովիչ Տվեյնն էլ է մեռել։ Իսկ լի ոչ թե գրքի տեսքով կարդանք, այլ ասենք թատրոնում դիտենք։ Պիեսա վերջը։ Ամեն ինչ անելու է, որ այն բեմադրվի թատրոններից որևէ մեկում, որպիսի հանրությունը մեկ ներկայացման միջոցով համակարգված ծանոթանա իշխանությունների 25 տարվա ստին ու կեղծիքին։ Ես կարծում եմ, որ պետք է մենք այսպիսի միջոցառումների տեսքով նաև հանդես գանք, որպիսի հանրությանը ճիշտ պատկերը մատուցենք, ինչ է եղել, թեպետ նրան, որ հանրությունը գիտի իրազեկ է, բայց այնուամենայնիվ համակարգված ներկայացում նա դեռ չի տեսել։ Ես գնացի տոմս առնեմ։ Իսկ քանի Սերգեյ գնաց բացարձակ չեմ հասկանում, ուր եկեք տեսնենք կարճ հարցազրույց, որը Կարլը վարել է Զարուհի Փոստանջյանի հետ։ Կպատմեք ինչ ոճի։ Ես դες չէի կպե։ Հարցը։ Ինչ ոճի մեջ է լինելու պիեսը։ Քաղաքական տոտալիտար համակարգի մասին քաղաքական պիես է լինելու եւ ինձ բնորոշ հումորի զգացումն եմ օգտագործելու, դրա համար կարծում եմ, որ բոլորը անընդհատ կծիծաղան դիտելուց այդ պիեսը, որովհետեւ
ինձ ինչպես նշեցի, ինձ բնորոշ հումորի զգացումն է օգտագործվել եւ բոլորի պորտը կարծում եմ այդ պիեսով ես տեղը կդնեմ։ Գնայք, իսկ ձեր մազերը շեք չի։ Ինքն էլ տենց է դասավորվել։ Ընդհանրապես ես Վիգեն Արկադիևիչն եմ։ Եվ այսպես հրաշալի լուր բոլորիս համար նա վերադարձել է։ Կանուսականը վերադարձել է։ Maestro is in the building։ On вернулся։ Եզակի դեպքերից է, որ ուզում եմ ինքս իմ ասածը լայք անեմ։ Like ենք զմիմյանս։ Կարողանալ եք Քարորյան վարել այս շաբաթ։ Ես միշտ էլ կկարողանամ վարել Քարորյանները։ Ինչի պետքա չկարողանա։ Այս ինչ դիլետանտ հարցեր են տալիս։ Նենց վարի, որ ամբողջ համացանցը ցնցվի ու ցնցվի։ Չեն գալու բարբերաբար աշխատանքի։ Իհարկե, միշտ էլ հիմնականում եկել եմ, այդպես չի եղել, որ այստեղ եմ եղել ու չեմ եկել։ Վա, ինչի պետքա չգա, երբ եք տեսել պարոն Սահակյանը չգա նիստերին։ Ավելի լավ է հարցեք, կարոտել է արժեն։ Այդ հա։ Չեք կարոտել ազգային ժողովը, պարոն Սահակյան, լրագրողներին։ Բնականաբար ամեն ինչն էլ կարոտել եմ, որովհետև դա տարիներ շարունակ հիմնարար իմ աշխատանքն է եղել, եւ լրագրողներին, եւ պատգամավորներին։ Այդ տենց իրա հիմնարար աշխատանքն է։ Բա իմանաք ինչեր են տեղի ունեցել ձեր բացակայության ժամանակ, պարոն Սահակյան։ Ուրեմն ես Նիկոլ Փաշինյանը հարցեր տալիս, հետո այդ ընթացքում ինչ որ Կարեն Ավագյանը տեղից բան ասեց, հետո Արաքել Մովսիսյանը սկսեց Նիկոլին վատ բաներ ասել, Նիկոլ իրան էր պատասխանում, Շարմազանովը չէր տիրապետում իր վիճակը։ Նարեկ։ Մի աչքով ես նայում մեր մայստրոին։ Ինքը ամեն ինչից տեղյակ է։ Նիստի ժամանակ իհարկե հայոյանք էլ է լինում, իհարկե մարդել են փորձում ինչ-որ մի բան անել, պարլամենտական օրենքներ են։ Հա, բա մենք էլ ենք այդ նույնը ասում, նայեք ինչա կատարվում ուկրաինական խորհրդարանում։ Հնդկաստանի խորհրդարանում։ Կամ ասենք էլի ուկրաինական խորհրդարանում։ Թայվանի խորհրդարանում։ Նորից ոնց որ Ուկրաինայի խորհրդարանում։ Քենիայի խորհրդարանում։ Exchange. Եվ ճիշտ կրայեցիք էլի Ուկրաինայի խորհրդարանում։ Նենց որ դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտենք, որ Ուկրաինայի խորհրդարանին այդ առումով հասնենք։ Բացի դրանից է պիտի միշտ պատրաստ լինեք, աշխարհի բոլոր պարլամենտներն են այդպիսի, մերը ըստ երևույթին միշտ ասել եմ, մի քիչ ավելի լավն է այդ տեսակետից։ Այո, իսկ մերոնք ոչ իրար բոքսում էին, ոչ բան էին վառում խորհրդարանում, ընդամենը մի քիչ քրվում էին իրար։ Մի խոսքով լրագրողներ ջան, եկեք շատ չծանրաբեռնենք պարոն Սահակյանին, մարդը առաջի օրն է վերադարձել, հա։ Հերթականներն են աչքին թվում նման պահվածքով, պարոն Սահակյան։ Բայց պիտի հատկապես ձեզ էլ այդպես պիտի թվա, որովհետև իրենք հայականները արդեն իշխանության մեջ են եւ նրանք ովքեր իշխանության մեջ չեն, նրանք ինչ էլ ասեն, բոլորի համար հաճելի է, որովհետև իշխանության մեջ չեն։ Բա մնացած պատգամավորներին ինչքան հաճելի էր դա լսել։ Շատերը նույնիսկ YouTube-ով հետ էին տալիս 3-4 անգամ ու նորից են լսում։ Այ նորս ես լիարժեք հասկացա, որքան էր զգացվում մայստրոյի բացակայությունը։ 100%։ Բոլոր հարցերին տրվեցին էլեգանտ պատասխաններ։ Այո, հիշում եք, որ քննարկում էին ընտրական օրենսգիրքով քանի լրագրող թողնել տեղամաս, քանի չթողնել։ Հանգիստ իմաստուն խոսքով լուծեց նույնիսկ այդ հարցը։ Լրագրողների մասին իհարկե այդ մասին մենք էլ ենք շատ մտածել, կարծեմ հիմա 8 հոգին է գրված, որովհետև Հայաստանում այդպիսի ինտերատեղամաս չկա, որ 30 կամ 100 կամ 200 լրագրողներ տեղադրվեն։ Այո, նա մեզ ինչ-որ պստիկ տեղամասեր են, կարես փորձես նու 30-40 լրագրող տեղադրել ու վերջ։ Ստիպված կլինես մնացած լրագրողներին տեղադրել նախորդ տեղադրված լրագրողների գլխին։ Իսկ դա համաձայնեք ոչ մեկին հաճելի չի, հա։ Լավ, ամփոփենք։ Ռեժիմը խոճապի մեջ, հա թե չէ։ Հա։
Ռեժիմի խոճապի մեջ եթե լինի, այդ նույն ռեժիմը բերում է մի օրենսգիր, որը իմիջայլոց այդքան խոսում եք տարիներ շարունակ, որ ինքը խախտում է, փաստորեն այդ օրենսգիրքը այնպիսի օրենսգիրք է, որ ինքը չի կարողանալու խախտել։ Այո, ամեն հնարավոր խախտելու տարբերակ քննարկել են ու ինչ։ Ինչ։ Խախտելու ոչ մի ձև չեն գտնում։ Սենց է բան կլինի։ Մնացեք մեզ հետ։ Իսկ եթե Փորձել են։ Իսկ բանը Չեն կարա։ իսկ կարող է Այդքան փող չկանարեք։ Իսկ հիմա մի քիչ դժվար մարսվող լուր, խնդրում եմ բռնվեք, Նաիրա Զոհրաբյանին կանչում են արտագնա աշխատանքի։ Ոնց մեր ԲՀԿ-ի Նաիրա Զոհրաբյանին ուր են կանչում։ Просветающая Россия Մեր կուսակցություն։ ԲՀԿ-ի Նաիրա Զոհրաբյանին խնդրում եմ դիտենք հուզիչ տեսանյութը։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, ես եւ կարծում եմ մեր հանրապետության տասնյակ հազարավոր քաղաքացիներ երեք շատ անակնկալ SMS հաղորդակցություն ստացանք, խնդրում եմ ուշադրություն, xop.am կայքից։ Այսինքն խրախուսող SMS է եկել։ Խոխմա, չէ, խոլեստերինս բարձրացավ։ Բայց դու գնաց Տիկին Զոհրաբյանը։ Դեպի լես։ Որտեղ առաջարկվում է արտերկրում աշխատող մեր հայրենակիցների համար տարբեր աշխատանքներ վարորդ, տատաղձագործ եւ այլն եւ այլն։ Ստուգեցի իսկապես նման կայք կար, փորձեցի ճշտել ով է աշխատացնում կայքը եւ ովքեր են այդ գործատուն, որևէ տեղեկատվություն մեր մասին բաժնում չկար։ Հիմա սա ինչ է, ես ուզում եմ հասկանալ։ Սա զարհուրելի փորձ է Հայաստանը զրկել իր Նաիրա Զոհրաբյանից, այնէլ մի ամսյակի հենց մեջտեղները։ Հանգիստ մենք ձեզ չենք զիջելու Տիկին Զոհրաբյան։ Հուսով եմ ուրիշ ոչ մեկի վրա աչք չեն դրել, չէ՞, խոպանա մերձ մարդիկ։ Անկեղծ պիտի ասեմ, ես էլ այսօր ստացել եմ այդ հաղորդագրությունը։ Այ քեզ բան։ Դավադրությունն է, մեզ փորձում են զրկել կին քաղաքական գործիչներից։ Ինչ ուրիշ բան է հետաքրքիր։ Այդ բջջային օպերատորները, որ տենց գովազդ են ուղարկում, չեն ջոգում, որ այդ գովազդը եթե աշխատեց, իրաց բաժանորդները պակասելու են, իսկ ասենք մեգաֆոնինը շատանալու են։ Լավ, ես վստահ եմ Արփինե Հովհաննիսյանը շատ պարզ ու հասկանալի կներկայացնի մեր հետագա քայլերը այս հարցով։ Արփինե Հովհաննիսյանը։ Հա։ Պարզ ու հասկանալի։ Հա։ Յուրաքանչյուր ծառայություն ինքը իր իրավասության շրջանակներում իրավասու է ուսումնասիրություններ իրականացնել, այո, Արդարադատության նախարարությունը իր իրավասության շրջանակներում ուսումնասիրություններ կիրականացնի, նաև համապատասխան օրենսդրական ակտերի շրջանակներում հասկանալու համար բովանդակությունը սկզբունքորեն որքանով է համապատասխանում նմանատիպ հաղորդակցությունների օրենքով սահմանված չափանիշներին։ Հայն շատ նորմալ, հասկանալի, մաչելի բան է, ուղղակի պետք է մի 6-7 անգամ լսել հասկանալու համար։ Բարի դիտում։ Եվ վերջում շատ արագ ձեր վիդեոմունատները։ Գնաց։ Բարև տղեկ, էլի ես եմ, պարոն Առաքելյանի առաջին մունաթարը։ Հələ սրա գոհ դեմքը, մեր մեգաբաժակով։ Չես ստանալու երկրորդը, մոռացի։ Էներգետիկա եւ բնական պաշարների նախարարի փոխարեն ասում ես էլեկտրոէներգիայի նախարար։ Չկա նման նախարար։ Դիտենք սխալը։ Լավ, մի հատ վերադառնանք էլեկտրոէներգիայի նախարարին, էլի։ Ինձ էլ թվում էր, սա պետք է ինչ-որ կրուտից մտածենք, որ բաժակ չտանք։ Խաչիկ ջան, հարգելիս, կատակ էր դա, ոնց որ հանուն զվարճանքի փոքրիկ բառախաղ էր, մեգաբաժակդ վերադարձրու։ Բայց տես մեխանիզմ չունենք։ Ափսոս։ 451-րդ հաղորդման ընթացքում, երբ Խաչատուր Սուքիասյանը խոսում էր հայկական արտադրանքի խթանման մասին, դուք այս նույն հայտնի մեգաբաժակները ներկայացրեցիք որպես հայկական արտադրանք։ Բեղին է ինձ նկարել։ Ինձ էլ մորուք։ Ասենք ձեռ ես, հա առնում, հենց հիմա հետ բեր այդ բաժակը։ Նոր դու ես ասում, որ տես մեխանիզմ չկա։ Ու շատ ափսոս։ Ես չէի նկատի այս վրիպակը, եթե չլինեի այն հաջողակներից մեկը, ով արդեն ունի մեգաբաժակ։ Որպեսզի հասկանանք ինչ իրական ծագում ունեն այս մեգաբաժակները, հարկավոր է ուղղակի շրջել այն եւ կարդալ ինչ է գրված դրա ետևի մասում։ Բա տղեկ, այնպես որ ակնկալում եմ իմ երկրորդ հայաֆիկացված չինական մեգաբաժակը։ Խաչիկ ջան, դե ոնց որ ասում են բոլոր խանութներում, էս են լավ չինականներից հա։ Չինաստանում են հավաքում, բայց գերմանական բրենդ է։ Համարա չի օգտագործվում։ Նախորդները բժիշկ կա եղել, բայց հայկական էր։ Հա, հայկական բրենդա մի խոսքով արի ստացի մյուսը։ Նարեկը թույլ է տալիս սենց բովանդակային սխալ։
Ռամազանովն էլ այդակշիք։ Ինչա մենակ պարոն Փաշինյանին ասում դադարեցրեք։ Նա ով անդադ ասում է, «Էս ինչը դու ես, բազարի հայցվոր կողմնա, իսկ մյուսը մեղադրող»։ Ոչ Նարեկ, նա ով ասում է, «Էս ինչը դու ես, բազարը մեղադրող կողմնա, իսկ մյուսը հայցվոր»։ Հա դե որ մարդը ճիշտ է ասում, ասենք ճիշտ չի։ Դե բայց մյուսն էլ մեղադրող չի այդ դեպքում, պատասխանող կողմնա։ Ճիշտ է, լավ, սենց անենք, մենք քեզ մեգաբաժակ, դու էլ մեզ ինչ 10-10։ Հետո մի բան էլ, եթե ուզում եք ունենալ շատ մեգաբաժակներ, մենք հայտարարում ենք ցես մի նոր բան, մեզ ուղարկեք ձեր տեսած ամենազվարճալի վերնագրերը լրատվական կայքերից, ու մենք շաբաթվա մեջ կամփոփենք ու լավագույնը կստանա այս հայկական չինական մեգաբաժակ։ Արմ կոմեցի։ Այսքան էր այսօր Armco-Med-ին։ Վերջում դիտեք օրվա վիդեո բոցը։ Այո։ Included. Thank you for your participation. Ապրիլի 7-ին իսկապես բան չմնաց ու եթե դեռ չեք որոշել ինչ նվիրել, ապա նվիրեք մեգաբաժակը, դրա համար հենց հիմա գնացեք բռնեք կեղտեր, ուղարկեք վիդեոմունատներ եւ ստացեք այս հրաշքը։ Տարվա լավագույն նվերն է։ And he keeps them out of sight. You know where that shark bites.